Երբ սկսվեց պատերազմը Անտանտի պետությունների և Օսմանյան կայսրության միջև, Օսմանյան բանակը գնաց կայսրության բոլոր հայկական գյուղերն ու քաղաքները և երկու հարց տվեց բնակիչներին։ Առաջին հարցն էր. կընդունեք իսլամը։ Օսմանյան կայսրության հայ բնակչության մոտ 98%-ը մերժեց, ասելով ոչ։ Երկրորդ հարցն էր. եթե չընդունեք իսլամը, ապա կուղարկվեք Դեր-Զորի անապատ։ Դա մոտ 600-800 կիլոմետր հեռու էր հայկական լեռնաշխարհից։ Բոլոր տղամարդկանց սպանեցին, իսկ կանանց, երեխաների հետ միասին տարան Դեր-Զորի անապատ։ Մենք կորցրինք մեր ժողովրդի մոտ 70%-ը։ Շուրջ 1,5 միլիոն մարդ, քանի որ նրանք հրաժարվեցին կրոնափոխ լինել։ Մենք ուզում ենք, որ բոլորը ճանաչեն այս պատմությունը, ոչ միայն մռայլ կողմը։ Այն ունի նաև լույսով լեցուն խորհուրդ։ Քրիստոնյաները 20-րդ դարում հետևեցին Քրիստոսի ճանապարհին և զոհվեցին։ Մենք հուսով ենք, որ այդ ամբողջ զոհաբերությունն այսօր ապրող քրիստոնյաներին կտանի դեպի ավելի խորը հավատք, դեպի այն մեծ և մարդասիրական կրոնը, որին մենք հետևում ենք և որով պետք է ապրենք։ Սա զարմանալի է, և դա կարծես ձևավորում է 20-րդ և 21-րդ դարերի հայկական մշակույթը։ Մենք ամուր մնացինք մեր հավատքի մեջ և սպանվեցինք դրա համար։ Այսպիսով, քրիստոնեությունն իսկապես հայկական մշակույթի ամենակարևոր մասն է։